Ինչպես է սկսվել ձեր առավոտը։ Յոգայով, յոգայի պրակտիկայով։ Ինչ կաստինգի եք վերջին անգամ մասնակցել։ Վերջին անգամ կաստինգի չեմ մասնակցել, մի անգամից ինձ համար գրված դերով հրավիրել են նկարվելու։ Ամենաանհեթեթ միտքը, որ ասել եք ուղիղ եթերում, ինչի համար փոշմանում եք կամ թե ուրախ եք։ Խմած էի չեմ հիշում։ Ում հետ կուզեք խաղալ կամ թե նկարահանվեք։ Դիկապրիո, Մերիլ Ստրիփ։ Առանց ինչի չեք պատկերացնում ձեր օրը։ Առանց ծիծաղի։ Ով է Կամիլը, ինչի համար է Կամիլը ստեղծվել, որտեղ է Կամիլը ու արդյոք Կամիլը անում այն ամենը, ինչը չի կարող անել Արսենը Գրիգորյանը։ Իհարկե, Կամիլը կարողանում է անել այն, ինչը չեն կարող անել շատերը, ոչ միայն Արսեն Գրիգորյանը։ Առաջին աշխատանքը, որը արել եք։ Առաջին աշխատանքը, որը արել եմ, մետրո թատրոնի ստուդիայում խաղացել եմ Աչպարար ներկայացման մեջ։ Բամբասանք, որ լսել եք ձեր հասցեին ու ձեզ դուր է եկել։ Որ միլիոնատեր եմ։ Ուզեիք լինել միլիոնատեր։ Միլիոնատեր։ Իսկ ինչ կանեիք, եթե լինեիք միլիոնատեր, ինչի վրա Այն ամենը, ինչը որ անում եմ, մի քանի անգամ ավել։ Մեքենայի տակ կանգնենք։ Գնացինք։ Ես կարծում եմ յուրաքանչյուր սահմանափակում ինտենսիվություն է ստեղծում, այսինքն երբ որ ժամանակային սահմանափակում ունես, ավելի էմոցիոնալ իմաստով բուռն է դառնում իրավիճակը։ 60 վայրկյանում ինչ չեմ կարող անել ես, չեմ կարող անել բառ ուզում եմ հանել իմ լեքսիկոնից, դրա համար չեմ կարող ասել։ Դե կան բաներ, որ երևի 60 վայրկյանում անհնար կլինի։ Բոլորովին չունեի այդ վախը, մանավանդ որ ընդհանուր առմամբ 60 վայրկյան ու վարորդները տեսել էին, որ մենք նստած ենք, առավել քան վստահ էի, որ նրանք բարեգթորեն կսպասեին, նույնիսկ եթե մենք մի փոքր ավել նստեինք։ Գնում եմ անգլերենի դասի։ Դե տեսա։ Մերսի։